մենք առաջին հերթին ինքներս ենք ուզում սովորել եւ պետքա սովորենք եւ ամոթ ման չկա, ելի եմ ասում։ Այո, մենք ավտոմեքենա վարելուց, գալիս է տարվա վերջում աղմուկ է։ Այս ոստիկանությունը սա ձախողել են, այսքան վթար կա, այսքան զոհ կա։ Ոչ մեկ չի ասում, Ժողովուրդ ջան, իսկ մենք ավտո քշել գիտենք։ Դե գնանք բան անենք։ Հիմա կներեք, մենք որ տարբեր տեղերում ատեստավորում ենք անում, չէ, ճիշտ ենք անում։ Ուզում ենք որակավորումը ստուգենք։ Դե եկեք ասենք, դե որ ուրեմն մեր մոտ sense մեծ հանրային խնդրեմ է եւ այո, անվտանգության խնդրեմ է, մեր երկրում վթարների մեծ քանակը եւ զոհերի մեծ թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք։ Շատ լավ արդյունքներ կունենանք, երթևեկությունը սկսենք ոտով քայլել նախ, առողջ ապրելակերպի կանցնենք, համաձայնենք։ Ես այդ բանը, այդ ընդհանրապես էդ էլ է շատ մեծ ֆունդամենտալ խնդրեմ, որը մեկը կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել, հարցը այդ չի։ Կառավարությունը ամեն ինչի միշտ ամեն ինչի պատասխանատուն է։ Բայց մարդը բանը անում, խմում, գնում է պատին տալիս է, 7-8 հոգի զոհվում է, դուրս է գալիս, ասում է, այսի երկիր չի ընդհանրապես։ Էս ինչ է զոհերի թիվը, էս ինչքան հասավ ստեղ։ Լավ, սեն չի լինի, Ժողովուրդ ջան։ Որովհետև եթե մեր պատասխանատվությունն է, ուրեմն պետք է փագենք, ասենք չեք քշում, որովհետև 90%-ը հարցում անենք, էլի այդ արդյունքը կստանանք, երեք այդպես խումբեր, լավ 80%-ը, լավ 60, լավ 40, լավ 50 Բայց պետք է առերեսվենք, չի կարելի, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք, անընդհատ։ Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են, համատարած մարդիկ ղեկին նստում են դրա իրավունքը չունենալով, որովհետև ունեն ոչ թե կեղծված են, այլ կեղծ են։ Այն կեղծվածներն էլ հլա իրանց հերթին, կեղծվածների խնդիրն էլ առանձին կա, բայց նույնիսկ չկեղծվածները կեղծ են։ Ստեղ է մեր խնդրեմը։ Եվ տենց շղթայական ամեն ինչը։ Ու պետք է հասկանանք, այսինքն հասկանալու ձևը էս է։ Մենք հլավոր բան ենք անում, այն ժամանակ հլը նոր եկել ենք սենց տառապելով, որ չենք կարող հարցը լուծենք, եկել ենք այս եզրակացության։ Բա պատկերացնեք, մենք սկսենք այս եզրակացությունից։ Մենք հենց այդ կանխաբարկածով ենք եղել, որ այդտեղ պետք է զգուշ լինել, բան չլինել եւ այլն, բայց իրողությունները լրիվ ուրիշ բան են ցույց տալիս։